մայրենի հայերենով և անուհետև բարեկամական ռուսերենով ընթերցել մեր կոնֆերանսի հայտարարությունը, որը մենք փոխանցենք ազգային ժողովի հանրապետական պատգամավորներին, որպեսզի այդ հայտարարությունը, այս հայտարարությունը, որ ես ընթերցեմ, հիմք հանդիսանա ազգային ժողովում հատուկ հայտարարության ընդունման համար նվիրված հայ ժողովրդի մեծ ավանդին հայնական մեծ պատերազմին և երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ հաղթանակում։ Այժմ թույլ տվեք ընթերցեմ։ Ուղիղ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը հավաքական ջանքերով և մեծ զոհողությունների գնով կարողացավ հաղթանակ տանել նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչ միայն իր ծավալներով էր աննախադեպ, այլ նաև իր բնույթով և այն հանդիսանում էր քաղաքակրթական պայքար ընդդեմ այլատյացության։ Ֆաշիզմի դեմ հաղթանակում առանցքային էր Խորհրդային Միության դերը։ Պատերազմում բեկումնային էին Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերը, իսկ Եվրոպային ազատագրումը ֆաշիզմից անհնար էր առանց խորհրդային զինվորի սխրանքի։ Հայ ժողովուրդը հսկայական ներդրում է ունեցել չարիքի առանցք հանդիսացող նացիզմի դեմ տարված հաղթանակում աշխարհի տարբեր անկյուններում։ Հայության ներդրումը հատկապես շոշափելի էր հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Լինելով Խորհրդային Միության կազմի մեջ մտնող համեմատաբար փոքրաթիվ բնակչություն ունեցող հանրապետություններից, Խորհրդային Հայաստանի մասնակցությունը հաղթանակի կերտման գործում ուղղակի հսկայական էր։ Ընդհանուր հայրենիքի պաշտպանության գործում զգալի էր նաև Խորհրդային Միության այլ հանրապետություններում ապրող հայերի և մասնավորապես արցախահայերի ավանդը, ընդ որում այդ ավանդը ոչ միայն ռազմական գործողությունների ուղղակի մասնագիտության մեջ դրսևորվեց, այլ նաև հաղթանակին նպաստող այլ բնագավառներում։ Անուրանալի է հայկական ազգային դիվիզիաների հերոսական մարտական ուղին, հայ մարշալների և բարձր հրամանատարական կազմի ներկայացուցիչների բացառիկ կազմակերպական տաղանդը և զինվորների սխրանքները։ Ֆաշիզմի դեմ հաղթանակում բացառիկ էր նաև հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու և Սփյուռքի դերակատարումը։ Հայությունը և Հայաստանը իր կարևոր մասնաբաժինն ունի մեծ հաղթանակի կերտման փառահեղ գործում, այդ ամենը արվել է նաև հայ ժողովրդի որդիների արյամբ և տառապանքի գնով։ 80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց դժբախտաբար ֆաշիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դրսևորումները այսօր էլ ոչ միայն դեռ գոյություն ունեն տեսականորեն, այլ նաև ակտիվորեն կիրառվում ու պարբերաբար կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում։ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց Արցախի բնիկ տարի, հայ բնակչության էթնիկական զտումներն ու կոտորածները, սա ինչ է, եթե ոչ ֆաշիզմի նորագույն դրսևորում։ Եվ եթե ժամանակին գերմանական ֆաշիզմը ու դրա պարագլուխները դատապարտվեցին, ապա նորագույն ֆաշիզմի գաղափարախոսները հանդես են գալիս կեղծ և թշնամական թեզերով, չարժանանալով քաղաքակիրթ մարդկության պատշաճ դատապարտմանն ու պարծավանքին։ Մենք, կոնֆերանսի մասնակիցներս, համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունը իր վճռական ոճը պետք է ասի 21-րդ դարում նեոֆաշիզմի և նեոնացիզմի ցանկացած դրսևորմամբ։ Շնորհակալություն։ Համաձայն եք, անցավ միաձայն։ Հիմա հարգելի բարեկամներ, ես քանի որ Ռուսաստանի դեսպանատան մեր գործընկերը այստեղ է և նաև մեզ լսում են նաև բարեկամ երկրներում, որոնց հետ միասին հաղթել են ֆաշիզմը, ուզում եմ այս նույն հայտարարությունը անել ռուսերեն։ Заявление конференции «Вклад армянского народа в победу над фашизмом во Второй мировой войне». Ровно 80 лет назад прогрессивное человечество ценой коллективных усилий и огромных жертв смогло одержать победу над нацистской Германией и ее союзниками. Вторая мировая война была беспрецедентна не только по своим масштабам, но и по своему характеру. Это была борьба света против тьмы. Победа над фашизмом была бы невозможна
без решающей роли Советского Союза. Судьбоносными моментами войны стали Сталинградская и Курская битвы, а освобождение Европы стало возможным исключительно благодаря подвигу советского солдата. Уважаемые коллеги, армянский народ внес значительный вклад в победу над нацизмом в самых разных уголках мира. Особенно весомым было участие армян в годы Великой Отечественной войны. Несмотря на то, что советская Армения была одной из относительно малонаселенных республик Советского Союза, ее вклад в общее дело Великой Победы был поистине огромный. Значительным был также вклад армян, проживающих в других республиках Советского Союза, в том числе армян Арцаха. Причем этот вклад проявился не только в непосредственном участии в боевых действиях, но и в других сферах, способствующих достижению Великой Победы. Неоспоримо героическая боевая слава армянских национальных дивизий, исключительный организационный талант армянских маршалов и представителей высшего командования, а также подвиг армянских солдат. Особой была роль армянской апостольской церкви и армянской диаспоры. Уважаемые друзья, 80 лет назад нацистская Германия была повержена, но, к сожалению, проявления фашизма, ксенофобии и нетерпимости существуют и по сей день. Не только в теории, но и на практике, регулярно воплощаясь в жизнь в разных уголках мира. В сентябре 2023 года Азербайджан осуществил этнические чистки и массовые убийства коренного армянского населения Арцаха. Что это, если не проявление неофашизма? Если в свое время германский фашизм и его главари были осуждены, то идеологи неофашизма сегодня распространяют антигуманные тезисы, не сталкиваясь с должным осуждением и порицанием со стороны мирового сообщества. Мы, участники конференции, убеждены, что мировое сообщество должно сказать свое твердое и решительное «нет» любому проявлению неофашизма и неонацизма в 21 веке. Спасибо за внимание. Արգելի բարեկամներ, եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, մեր տերհորը, մեր պատմական գործընկերներին, հանրապետական կուսակցության գործադիրի եւ խորհրդի անդամին գործընկերներին, հատուկ շնորհակալություն երիտասարդներին, որ մասնակցեցին, սա նաեւ իրենց համար է միջոցառումը, որպեսզի լինեն հաղորդակից այդ մեծ հաղթանակի, հատուկ շնորհակալություն լրատվամիջոցներին եւ մեզ ակնհայտ հեռուստադիտողներին։ Իսկ այժմ, քանի որ մեզ ընդամենը մի քանի ժամից մեր քրիստոնեական աշխարհի ամենամեծ տոնն է սպասում, հարության տոնը, եւ ուզում եմ հույս հայտնել, որ այս հարության տոնը մեր ազգի հարություն էլ կբերի, որովհետեւ քրիստոնեությունը եւ մեր Հիսուս Քրիստոսի ոչ կյանքը մեզ ուղեցույց է, որ խաչելությունից հետո լինում է հարություն։ Այսօր մենք խաչված վիճակում ենք, գերված վիճակում ենք, բայց հարությունը անխուսափելի է։ Եվ հարությունը անխուսափելի է նրա համար, ով հավատում է Աստծուն, հայրենիքին, ազգին եւ իր մեջ կրում է հույս, հավատ եւ սեր։ Ես համոզված եմ, որ հայ ազգի հարությունը լինելու է եւ մեզ որևէ կապիտուլյանտ ռեժիմ չի կարող հետ պահել մեր հավատքից առ հայկական Արցախ, առ մեր պետության ազգային նկարագիր եւ մենք պետք է պայքարենք հանուն այն իդեալների, որի համար պայքարել են այո նաեւ երկրորդ աշխարհամարտի եւ հայնական մեծ պատերազմի հայ հերոսները եւ նրանք էլ իրենց կրծում ունեին այդ հարության գաղափարը եւ պայքարեցին ու հաղթեցին նահատակվելով թե վիրավորվելով, բայց նրանք հայ ժողովրդին տվեցին անկախ Հայաստանում ապրելու եւ ազգային Հայաստանում ապրելու իրավունք։ Իսկ այժմ աղոթքի համար խոսք եմ տալիս մեր սիրելի տերհորը Տեր Մատակյան, համեցեք։